Ողջույն իմ դիտորդին, քանի որ ես ուսումնասիրում եմ, այսպես շոուների, հաղորդումների մասնակիցների էքստրասենսոր ունակությունները, բիտվա էքստրասենսով, ես այսօր Վլադ Չերևատեի հորար քարտեզն եմ ստացել, իհարկե նաև ստուգել եմ իր նատալ կարտը, և քանի որ գերունակությունների տունը 8-րդ տունն է, մենք այստեղ գտնում ենք արևը Մերկուրին, այռուցի նշանում, իդեպ ասեմ, ինքը հենց այռուցի նշանի տակ էլ ծնվել է, և ռետրոգրադ Մերկուրին, այսինքն այստեղ էքստրասենսոր հնարավորության հետ կապված կամ ուժեղ մոգական էներգիայի հետ կապված մենք ոչ մի մոլորակ չունենք։ Ունենք ռետրոգրադ դիրքեր, կոնֆլիկտային ասպեկտներ, որոնք միացնում են Սատուրնի և Նեպտունի էներգիան, և եկեք վերծանենք այս քարտեզը և հասկանանք էքստրասենսների մենամարտ կամ մարդ հաղորդաշարի, ուրեմն հանրահայտ էքստրասենսները արդյոք ինչ գեր ունակություն ունեն և արդյոք ունեն, թե չունեն։ Եթե հարցս այսպես է ուղղված, Վլադ Չերևատան էքստրասենս է, թե դերասան։ Եվ վերլուծենք քարտեզը։ Ուրեմն ըստ իմ կազմած հորարային քարտեզի Վլադ Չերևատին ավելի շատ հանրային արտիստ է, դերասանական տաղանդով օրհնված և շոուмен, քան որպես դասական էքստրասենս։ Այստեղ են ասել «Ой, так стыдно»։ Ուրեմն, քանի որ հարցը տվողը ես էի, գտնվում էի առաջին տանը որպես ասցենդենտ, գտնվում էի աղեղնավոր նշանի ներքո, որի տիրակալը Յուպիտերն էր, և որը գտնվում էր այռուցի նշանում 9-րդ տանը։ Ինչ է խոսում իմ այս դիրքը, սա խոսում է իմ անկեղծ, ուրեմն փիլիսոփայական ճշմարտությունը պարզելու զուտ ճանաչողական հետաքրքրասիրության մասին, ինչի համար, որ ես անում եմ, կազմում եմ իրանց հորար քարտեզը։ Մերկուրի դիրքը և դերասանության գործոնը։ Մերկուրին Վլադ Չերևատե մոլորակի հետ կապված գտնվում է այռուցի նշանում 9-րդ տանը և հենց արեգակի կողքին։ Առյուծը աստղաբանության մեջ բեմի, թատրոնի, դերասանության, ցուցադրականության և շոու բիզնեսի խորհրդանիշ է։ Մերկուրին այռուցի մեջ հստակ մատնանշում է, ուրեմն խոսքի տաղանդով օժտված դերասանի, ով սիրում է ուշադրության կենտրոնում լինել և էֆեկտիվ ներկայացումներ անել։ Բացի այդ, Մերկուրին ռետրոգրադ դիրքում էր, ինչը կարող է հուշել, որ նրա կերպարը մինչև վերջ բացահայտված չէ, կամ այն, ինչ տեսնում ենք էկրանին, խաղարկային է, հետադարձ սցենարով մտածված։ Էքստրասենսորիկայի գործողությունը 8-րդ և 12-րդ տներն են։ Գաղտնի գիտություններ, էքստրասենսորիկա և միստիկան քարտեզում կապում են 8 կարիճի տան և 12-րդ տուն ձկների տների հետ։ 8-րդ տան տիրակալը Լուսինն է, որը գտնվում է այռուցում և որևէ ուժեղ դրական ասպեկտ կամ կապ չունի Վլադին խորհրդանշող Մերկուրիի հետ, ինչպես որ քարտեզում մենք տեսանք։ Միստիկայի մոլորակը Նեպտունը գտնվում է 4-րդ տանը, և որը նույնպես ռետրոգրադ էր, և ինչը ցույց է տալիս, որ գերբնական ուժերի գործոնը քարտեզում թույլ է կամ քողարկված է սցենարի հետևում։ Նեպտունն էլ պետք է լիներ 8-րդ տանը, եթե ունենար, ընդունենք, էքստրասենսոր կարողություն կամ մահացածներին տեսնելու ունակություն, ոնց որ ինքն է իրեն կոչում նեկրոմանտ։ Վերջնական եզրակացություն, ուրեմն քարտեզում այռուցի, բեմ, շոու և Մերկուրիի խաղ, դեր, ինտելեկտուալ արտիստիզմ
ակնհայտ գերակայությունը հուշում է, որ Վլադ Չերևատին առաջին հերթին տաղանդավոր դերասան է և շոումեն, նույնիսկ եթե նա ունի որոշակի հոգեբանական կամ ինտուիտիվ ունակություններ, ինչպես ցույց է տալիս քարտեզը, նրա գործունեության հիմնական շեշտը դրված է հանրության մեջ տպավորություն թողնելու, էկրանային վառ կերպար ստեղծելու, թատերականացված ներկայացում մատուցելու վրա։ Եթե ես նաև չզլացա, իր նատալ կարտը գտա, ավելի շուտ ծննդյան տվյալները գտա և կազմեցի իր նատալ կարտը։ Ինչ է ասում նատալ կարտը։ Ուրեմն նատալ կարտը խոսում է իր երկակի բնույթի, թե որպես էպատաժային ուրեմն շոումեն, թե որպես միստիկ կերպար։ Վլադ Չերևատան ծնվել է 1996 թվականի հուլիսի 28-ին Լուգանսկի մարզում։ Մենք այստեղ չունենք ժամը, բայց ոչինչ։ Ստանում ենք ուրեմն կոմսոգրաման, կներեք կոսմոգրաման, որը բացահայտում է հետևյալ կարևոր ուրեմն գործոնները. արևայրություն, բեմ և ուշադրություն։ Վլադն ըստ կենդանակերպի նշանի առյուծ է, որովհետև ծնվել է հուլիսի 28-ին։ Սա պատասխանատու է բեմի, ինքնացուցադրման, հանրության ուշադրությունը գրավելու այսպես տաղանդ։ Մերկուրին առյուծում, կարճ և ազդեցիկ խոսք։ Նրա Մերկուրին մտածողության խոսքը, հաղորդակցությունը նույնպես գտնվում է առյուծում։ Սա նրան տալիս է հզոր, հրամայական, երբեմն թատերական խոսելաձև։ Նա կարողանում է խոսքով կախարդել կամ վախեցնել հանդիսատեսին, ինչը մենք տեսնում ենք հաղորդաշարի կամ հաղորդումների ընթացքում։ Մարսը և Վեներան խեցգետնում, խոր հոգեբանություն և էմոցիոնալ խոցելիություն։ Այս դիրքը ցույց է տալիս, որ նրա էներգիան Մարսը, զգացմունքները Վեներան կառավարում են ջրային ինտուիտիվ նշաններով։ Նա շատ զգայուն է, ունի բարձր էմպաթիա և կարողանում է հիանալի կարդալ մարդկանց ներքին էմոցիաներն ու վախերը։ Սա այն հատկությունն է, որը նրան օգնում է էքստրասենսորիկայի մեջ մարդկանց հոգեբանորեն զգալու և նրանց վրա ազդեցություն թողնելու համար։ Լուսինը գտնվում է այդ եղջյուրում կամ աղեղնավորում։ Նրա ծննդյան օրը Լուսինը անցում է կատարել աղեղնավորից այդ եղջյուր։ Եթե հաշվի առնենք նրա սառնասրտությունը, կոշտությունը և միստիկայի ծիսակարգերի նկատմամբ հակումը, նրա Լուսինը հավանաբար այդ եղջյուրում է, ինչը ցույց է տալիս հուզական վերահսկողություն և ցինիզմի նոտաներ, որոնք նա օգտագործում է իր այսպես էկրանային կերպարում։ Եթե մենք այս ամեն ինչը սինթեզենք, էքստրասենս թե դերասան, ապա այստեղ կարելի է ասել, որ երկուսը մեկում կարելի է բնութագրել։ Նա ունի ուժեղ ջրային հոգեբանական բազա, մենք տեսանք, գտնվում էր ձկներում, ինչը նրան դարձնում է մարդկային հոգիները շատ լավ ընթերցող, ինտուիտիվ, այսպես ներուժ։ Բայց այդ ամենը փաթեթավորված է, այսպես ասեմ, առյուծի հզոր էներգիայով։ Սա նշանակում է ոչ թանկարժեք կոնֆետը փաթեթավորված գեղեցիկ և թանկարժեք թղթով։ Ինտուիտիվ հոգեբանական տաղանդ ունի։ Նրա անձնական քարտեզի ջրային մոլորակը Մարսն ու Վեներան խեցգետնում։ Հիմա էլ նրան տալիս են մարդկային ներքին վախերը, էմոցիաներն ու թույլ կողմերը շատ արագ զգալու, կարդալու, ունի այդ բնատուր ունակությունը, բայց դա հեչ կապ չունի այն, ինչ մենք տեսնում ենք, և կապ չունի էքստրասենսորիկայի հետ։ Գերզգայուն անձնավորություն է, որ կարողանում է մարդկանց աչքերի կամ դեմքի միմիկաների միջոցով զգալ, թե մարդը ինչ հոգեբանական վիճակում է գտնվում։ Ունի դերասանական հզոր տաղանդ, փոխանակ ունենալ էքստրասենսոր հզոր տաղանդը շատ այսպես մինիմումի վրա է, շատ թույլ դիրքերում է գտնվում, իսկ դերասանական կողմը գեշ զարգացած է։ Քանի որ նրա արևն ու Մերկուրին առյուծի մեջ են, ինչպես նաև իմ հորարային քարտեզը,
երբ որ համեմատում եմ իր նատալ քարտեզի հետ, տարբերությունը գրեթե նույնն է։ Նա չի կարող այդ ունակությունները պարզապես կիրառել սովորական կաբինետում կամ այսպես իմ նման նստած հանրահայտ այսպես ճանաչման համար ոչինչ չանող, ուղղակի ձեռքերով այսպես կառավարելով, ձեռքերով եւ ձայնով ձեզ իր գիտելիքը փոխանցելով։ Ոչ, նրան պետք էր բեմ, թատերականացված էֆեկտներ, լուսավորումներ, մակիաժներ, հա, սանրվածքներ, հագուստներ, որպեսզի ինքը փայլեր։ Նա 80% խաղացող դերասան է։ Նրան չի կարելի անվանել դասական իմաստով ուժեղ էքստրասենս կամ մոգ։ Սա ավելի շատ ուժեղ հոգեբան, էներգետիկ մանիպուլյատոր եւ հանճարեղ շոումեն է։ Եթե մենք նայում ենք քարտեզում միստիկ տների դասավորվածությունը, ինչպես նշեցի, 8-րդ տունն է պատասխանատու գերունակությանը, ապա պետք է ասեմ մահ, անդրշիրիմյան աշխարհ, մագիա եւ 12-րդ տունը գաղտնիքներ, տրանս, կապ տիեզերքի հետ, ինչպես նաեւ Պլուտոն ու Նեպտուն մոլորակները չկան, ինչպես կան դասական մոգերի մոտ։ Իր խաղը կառավարում է իր խոսքը եւ իր բեմական կեցվածքը։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Իր ամբողջ գործողության շարժիչ ուժը ոչ թե միստիկան է, այլ ուշադրության կենտրոնում լինելը, փառքը եւ ինքնացուցադրումը։ Որն է նրա իրական ուժը։ Եթե նա իրական մոգ չէ, ապա ինչպես է կարողանում տպավորություն գործել։ Ինչն է կայանում իր իրական ուժի գրավականը, բարձր էմպաթիան, խեցգետին մոլորակում։ Նա ակնթարթորեն զգում է մարդու թույլ կողմերը, վախերն ու ցավը։ Լուսինը այդ եղջյուրում, սա սառնասրտություն է տալիս, հիանալի տիրապետում է էմոցիաներին եւ գիտի ինչպես հոգեբանորեն ճնշել դիմացինին, որպեսզի վերջինս հավատա իրեն։ Ունի հիպնոտիկ խոսք Մերկուրիի միջոցով։ Եթե այս ամեն ինչը ամփոփելու լինեմ, ապա պետք է ասեմ, որ Բլադ Չերևատին ստեղծել է Սև մոգի Չեռնոկնիժնիկի հանճարեղ հեռուստատեսային կերպար։ Նա շատ լավ տիրապետում է մարդկային հոգեբանությանը եւ շոուի կանոններին, բայց դա կապ չունի իրական տիեզերական մագիայի եւ էքստրասենսորիկայի հետ։ Դե ինչ, մենք մեկ անձի էլ այսպես ուսումնասիրեցինք իր տաղանդները եւ հասկացանք, որ ցավոք սրտի նմանատիպ հաղորդումներին մասնակցելը այսպես դերասանական խաղ է եւ այդտեղ ընդհանրապես տաղանդը գոյություն չունի։ Շարունակենք այսպես հետաքրքիր բացահայտումներ անել եւ նայել ունակությունների չափը, աստիճանը, գուցե վերջում կարողանան գտնել այդ շոուի մասնակիցներից գոնե մեկին, որ կունենա իրական էքստրասենսոր ունակություն կամ կունենա իմ նշած մոլորակները 8-րդ կամ 12-րդ տանը։ Իսկ դուք հետևեք իմ բացահայտումներին։